Զրուցում ենք էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։ Հեցի հետ կապված աժիոտաժը շարունակվում է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պնդում է, որ պետությունը պետք է արագ վերցնի հեցի կառավարումը։ Կխնդրեմ մեկնաբանեք, թե ինչ է տալու դա սովորական քաղաքացուն, երբ հեցի կառավարումը անցնի պետությանը, եւ դրանից հետո ինչ է լինելու հեցի վիճակը։ Նայեք, հեցի կառավարման գողության գործընթացը հեցի ընդհանրապես զուտ քաղաքական է, տնտեսական առումով ինքը բացարձակ ոչինչ չի տալու։ Այսինքն սովորական միջավիճակագրական քաղաքացուն այս պահին ինքը ոչինչ չի տալի եւ պետությունը կառավարության մասնավոր անձը դրանից միջավիճակագրական քաղաքացու համար ոչինչ չի փոխում, մինչեւ այն պահը, եթե էլեկտրաէներգիայի սակագները չսկսեն թանկանալ։ Իսկ դա հավանական է։ Դրա հավանականությունը բավական մեծ է, որտեղ հեծը մի համակարգ է, որը պետք է անընդհատ ներդրումներ անես, որպեսզի ինքը աշխատի, ինքը շատ արագ մաշվում է։ Դա ինքը անընդհատ ներդրումներ պահանջող համակարգ է, որպեսզի այդ համակարգը անընդհատ աշխատի։ Պետք է այնտեղ բարեփոխումներ, նոր համակարգեր մտցնել, հնացածները փոխել եւ այսպես շարունակ, այսինքն հնարավոր չէ, եթե դու մի տարի այդ ներդրումը չանես, իսկ խոսքը գնում է 50-60 միլիոն դոլարի տարեկան, 50-60 միլիոն դոլարի ներդրումն մասին, ապա համակարգը սկսի մաշվել մի տարի, երկու տարի հետո կփլուզվի։ Հետևաբար այստեղ հիմնական հարցը մինչև հիմա դա մասնավոր անձներ անում եւ ամուր պատասխանատվությունը իր վրա է։ Հիմա հարցը առաջանում ով է անելու այդ ներդրումները։ Ժամանակը ցույց է տվել վերջին 7 տարիները, որ այս անձին, որոնք իշխանությունը զավթել են, իրենք շատ վատ կառավարիչներ են։ Հետևաբար դա երկու խնդրեմ ենք բախում վատ կառավարման, որը կարող է տարածել նաեւ հեցի վրա մեկ, եւ երկրորդը այդ ներդրումների խնդրին, թե ով է այդ ներդրումները անելու։ Եթե հեցը ինքը պետք է փող աշխատի եւ ներդրում անի, նշանակում իրենք գինը թանկացնելու են սակագները։ Մեր ձեր վճարելի, որտեղ նշանակում մենք մեր ջեբից պետք է փողը դնենք եւ այդ ներդրումները անենք, որը միջև անում է Տաշիր գրուպը Հանդինե Սամվել Կարապետյանը։ Պարոն Մանվելյան, գնի թանկացումը ռեալ բավական մեծ վտանգ է պարունակում։ Նաև այսպես կարծիքներ կային այն մասին, որ այս կառավարությունը սերտ կապեր ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կարող է նաև հեցը տալ Թուրքիային, թուրքական կազմակերպության եւ նաև Տելաս կոչվող կազմակերպության անուն է շրջանառվում։ Սա որքանով է հավանական եւ որքանով մենք պետք է զգուշավոր լինենք այս հարցում։ Ոնց ասեն, առանձնապես հերքելու բան չկա։ Սրանց օրոք ամեն ինչ հնարավոր է։ Մենք չենք կարող ասել, որ չէ դա չի լինի կամ պնդել դա կլինի։ Բայց ռիսկերը սրանց օրոք, որ վերջնականապես հետ եւ Հայաստանի իսկ սա նշեմ, հետ Հայաստանի էներգետիկ համակարգ, էներգետիկ անվտանգության գերկարևոր մասերից մեկը։ Եթե դու տալիս ես դրսի ինչ-որ անծանոթ ընկերությանը կառավարում, այդտեղ նաեւ պետական ազգային անվտանգության ռիսկեր են առաջանում։ Բայց բացի դրանից կա մի հարց, ցանկացած մեկը որ կվերցնի հեցի կառավարումը ցանկացած մասնավոր ընկերություն, ապա առաջին պահանջը որ ինքը դնել է Հայաստանի իշխանությունների առաջ, դա գների թանկացումն է, կրկնակի գների թանկացում։